Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ հարգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները։ Այսօր ես զրուցել եմ քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ, շնորհակալ եմ։ Համար կարևորագույն իրադարձություններ են տեղի ունենում եկեղեցու շուրջ, որոնք իրական պետք է խորքային, բովանդակային հասկանալ, որովհետև այն ինչ որ օրինակ տեղի ունեցավ 3 կառավարությունում սրբազաններ հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ, ընդ որում ես օրինակ ինքս համաձայն չեմ այն մարդկանց հետ, որոնք ոչ թե քննադատում են, այլ վիրավորում են այդ մարդկանց, որովհետև այդ մարդիկ քանի հայ առաքելական եկեղեցու հագուստ են կրում, երևի թե պետքա կոռեկտ խոսել դրա մասին, բայց մի բան ակնհայտ է, որ Փաշինյանը ոչ մի նորոգելու բանի նպատակ չունի։ Եվ այստեղ ես նկատել եմ այսպիսի մի տակտիկա, Փաշինյանը ընտրել է այնպիսի մարդկանց, որոնց քննադատելով դու հիմնավորում ես Փաշինյանի առաջին թեզը, որ եկեղեցին պիտի նորոգի։ Եվ այս դրա մասին մտածում էի, պատահաբար հանդիպեցի Ռուբեն Ռուբինյանի գրառումը, որտեղ հենց այդ միտքն էր գրած, ոնց որ հենց գլխիս միջից կարդացածներ կամ ճիշտ է հասկացել իրենց մտադրությունը, որ բերել այնպիսի հոգևորականների իրենց դաշտ, որ իրենց թիրախավորելով, իրենց քննադատելով հիմնավորում ես իրենց սկզբնական նպատակը, խնդրեմ, քո մեկնաբանությունները։ Հա, այս հարցը շատ բարդ է, շատ տարողունակ է։ Ինձ էլ է դժվար մեկնաբանել, որովհետև խառնվում են բոլոր դերերը, տեղից էլ 2018-2020 թվականից սկսած ամեն ինչ խառնված է, այս խոսելուց մեկ գիտնական ես, մեկ քաղաքացի ես, մեկ ուղղակի կողքից նայող վերլուծաբան ես, օրինակ մի քիչ թեմայի շեղվելով ինձ միշտ հերթական ազգային ընդդիմադիր շարժման ժամանակ երբ լրագրողները հարցնում էին, ինչ եք կարծում կհաջողի, չի հաջողի, ասում էի, դե չեմ պատասխանելու այդ հարցին, որտև այսքան տեղը ես արդեն դադարում եմ մասնագետ լինել, ես քաղաքացի եմ, որ նույնպես այդ շարժման մեջ է, այսինքն այդ ոնց որ զինվորին հարցնես, ասես ձեզ հա, հիմա շունը տիրոջ չի ճանաչում, ինձ էլ է դժվար իրականում այստեղ մեկնաբանել ու դերերս էլի խառնված են լինելու, այսինքն մեկ առաքելական եկեղեցու հետևորդն է խոսելու, մեկ քաղաքագետը, դա համար նախորոք ներողություն եմ խնդրում լսողներից։ Տեսեք, ես գիտեմ դուք այս թեմաները սիրում եք, մեր այս երրորդ հանրապետությունը որպես համակարգինքը հիմնված է եղել հենց թուլությունը, խոցելիությունը վերարտադրելու վրա ու թուլությունը որպես համակարգի ուժ ձևակերպելու վրա, հասկացեք ինչ եմ ասում։ Ղարաբաղում դատախազը, գլխավոր դատախազը, որ սովետական Ղարաբաղի, այսպես ասենք, վերջին գլխավոր դատախազն էր, այսինքն նաև գործեր էր կարում Բաքվի թելադրանքով, այսինքն ազատագրական պայքարի մասնակիցների վրա, դիրեկտորների, բաների, ովքեր կազմակերպում էին ստորագրավակները, Բորյա էր անունը, Բորիս։ Դեք Բաքվի զանգում են, ասում են սրանց վրա գործեր սարքի։ Հետո ինքը դարձավ արդեն ազատագրված անկախ Ղարաբաղի առաջին գլխավոր դատախազը։ Հաշվարկը շատ պարզ էր։ Դե ինչ ասենք կանի, էլի։ Վախտին անում էր, հիմա էլ ասենք կանի։ Այս տեսակ համակարգերը կարող են աշխատել շատ երկար, եթե չկա արտաքին վտանգ։ Ու եթե այդ արտաքին վտանգը դիսպրոպորցիոնալ ավելի մեծ չի, քան քո ուժերը։ Որտեղ այդ արտաքին վտանգը կգա ու այդ թույլ համակարգի թույլ հանգույցները օգտագործելով կլինի այն ինչ որ կլինի։ Այդպես եղավ 2018-ը, երբ դրան նախորդած շրջանում մի իշխանական մամուլը կամ մի իշխանական, ասենք, ճամբարը մյուս ենթաճամբարի դեմ հոդվածներ էր պատվիրում, շարժումներ էր, fake ընդդիմադիր շարժումներ էր անում, այնքան մենք մեզ թուլացրինք, մենք ասելով հավաքական նկատի ունեմ, ես որևէ ճամբարում չեմ եղել, եղել եմ ուղղակի քաղծառայող,
եղավ են ինչ որ եղավ։ Հիմա նույնն է ականատեսներում եկեղեցու դեպքում։ Զուտ դե որպես առաքելական եկեղեցու անդամ այդ ձեր պնդմանը կհամաձայնեմ, որ քանի, այսինքն իրենք կարգի մեջ են, սրբազան են, բային կոռեկտությունը։ Որպես պարզ ուղակի քաղաքացի կամ քաղաքական դիտանկյունից նայելով հասկանում եմ այն մարդկանց, ովքեր դա չեն պահում։ Ուղղակի այստեղ էլ երկրորդ որպես ծուղակը պարզ կա։ քաղաքացի, որ ուզում ես խոսես, ինձ թվում է դոգը պետք է նախանձի մեր Բառապաշյանին, որովհետև այն ինչ որ ինձ համար ես 3 ամբողջ օրը չէի կարողանում բոլորին երևի թե կբացատրեի Արցախի թեմի առաջնորդը լրիվ հետո բացեցի կենսագրությունը նայեցի, չէի նայել, որ ծնդուվել Արցախից է, այսինքն մարդը գնացել է, սեղմում է մի հայրենադավի ձեռք, որը մի քանի 100 եկեղեցի է հանձնել Արցախի հետ միասին։ Հələ այդ մի կողմ, այսինքն եթե այդ սեղանից, այդ իր սեղանակիցներից ինչ որ մեկը դառնա կաթողիկոս, առաջին թեմն են լուծարելու։ Այո։ Որովհետև Գարեգին երկրորդ վեհապարը ի հակադրություն էս իշխանությունին պահել է Արցախի թեման։ Ոչ միայն մեր եկեղեցին դե այդ պարտականենք Վազգեն առաջինից է գալիս, Վազգեն, Գարեգին առաջին, Գարեգին B, բայց նաև Գարեգին B-ին է վերագրելի, որտեղ ցանկացած պահի կարող ես համապատասխան ժողով հրավիրել լուծարել։ Մեր եկեղեցին պահել է նաև Ադրբեջանի թեմը։ Մենք նման թեմ ունենք։ Հասկանալի է, այսինքն չկա, բայց դե յուրե կա։ Ու հենց էսա որ մեր եկեղեցին թշնամի է դարձրել ոչ միայն Ադրբեջանին, Թուրքիային, նաև անդրազգային որոշ ուժերի, ես հիմա չեմ ուզում ձեր հարթակը ծառայեցնել չճշտված տեղեկությունների կամ դավադրությունների տեսությունների ասպարեզի վերաթողարկման, բայց ես որոշ հետքեր եմ տեսնում նաև այս ամենի մեջ, որոնք տանում են դեպի Միացյալ Նահանգներ, տանում են դեպի անդրազգային տեսակի բողոքական շարժումներ, հիշենք նաև վերջին աղոթքի նախաճաշի գալա երեկոն, հավեսա չէ, նախաճաշի երեկո, ամեն ինչն է կեղծ, Դենիկին այդպես մի լավ խոսք ունես, Ադրբեջանի Հանրապետությունում ամեն ինչն էր կեղծ, սկսած անունից վերջացրած սիմվոլիկայով, հիմա սրանց ամեն ինչն է կեղծ։ Սրանց մեջ ընդհանրապես կարելի է հանդիպում ես տրանսգենդեր պահպանողականների, չգիտեմ, լիբերալ նացիոնալիստների ու հա այս թեմայով, այս կեղծավորության թեմայով ձերեն ամենաառաջի հարցին, ենթահարցին գալով, իրենք չէին էլ թաքցնում ի սկզբանե, որ պայքարում են կաթողիկոսի դեմ։ Բնական է իրենք կաթողիկոսի դեմ պայքարելով պայքարում են եկեղեցու դեմ, առանձին վերցրած կաթողիկոսի անձը չի հարցը, այլ հենց եկեղեցին ու ոնց որ լավ ասեցիք որ իրենք հենց բացահայտեցին որ այնտեղ ոչ մի սկզբունք չի կուսակրոնություն, մակրակենցաղություն ամեն ինչ չի որ ավարտված է, այս խաղը ավարտված չի, որովհետև մի փոքր հոգևոր իշխանության բնույթը այնպեսին է, որ եթե վեհապար հայրապետը ինքնակամ գահից չի հրաժարվում, ունեցել ենք մեր նախընթաց 131 հայրապետների մեջ եղել են այդպիսիները, որ առողջության բերումով, նաև քաղաքական հանգամանքների բերումով ա եղել կամավոր հրաժարվել են գահից, բայց եթե ինքը չի հրաժարվում, խաղը շարունակվում է։ Ի վերջո, եթե հիմա էլի նորից մտնում եմ քաղաքագետի բանի մեջ, դերի մեջ, եթե զուտ գլխաքանակային սկզբունքով ենք առաջնորդվում, այս կողմ անցածները ավելի քիչ են, քան մայրաթոռում մնացածները, եպիսկոպոսների զուտ, եթե արքեպիսկոպոսների քանակը նայենք, բայց քաղաքական աջակցություն մի քիչ էլ պետք է լինի, էլի, ես մի քիչ էլ Ինչ ասել քաղաքական աջակցություն։ Ես որ նայում եմ մեր անդիմությունը ինչ ուզեցել է փրկել, այդ չի փրկվել։ Չեմ քննադատում, այսինքն չեմ ուզում ասել, որ իրենք են օգնել կործանմանը, բայց այդ մարդիկ ոնց որ ձևը չգիտեն։ Հիմա ոնց որ եկեղեցին ավելի մեծ տասնապատիկ, հարյուրապատիկ ավելի մեծ պատմություն ունի, փորձառություն ունի։ Գուցե եկեղեցին ինքը հասկանա, որ ուղղակի չպետք է հանձնվել, այսինքն կաթողիկոսը վեհապարը երեք Արգիշտ Կիվիրյանն էի լսում, հետաքրիր միտք ասել, որ կաթողիկոսը եթե ուղղակի ոչինչ չանի, Էջմիածնում նստի մի ծառի տակ ու հանգիստ հետևի ինչա տեղի ունենում, միևնույնն է իրենք ձևը չունեն նրան հեռացնելու։ Դու էլ քո խոսքում ասացիր, չէ՞ որ ասենք հրաժարականի ինստիտուտ կա, հրաժարական չէ, հրաժարական պարտադրելու, այսինքն հեռացնելու։ Դե յուրե ոչ, բայց դե ֆակտո
եթե այսինքն ճնշումը մեծանա, եթե եպիսկոպոսած դասի մեծ մասը այն կողմ գնա եւ կան ասեն, որ եկեղեցու սիրույն համար իսեր հայաստանյաց առաքելական եկեղեցու պիտի հրաժարվես, դե ի վերջո տեխնիկապես ստացվում է, որ մարդը ինքնակամ հրաժարվեց, բայց այդ քաղաքական բանի պես է, քաղաքական ինստիտուտների պես է։ Ես մի քիչ այդքան էլ եմ խոսքում չասեցի, որ ուղակի ոչինչ չանի, ես ասացի ընդհակառակը, եթե անի, այսինքն եթե պայքարի, եթե կանգնի, իսկ այստեղ չէ, ամեն դեպքում աջակցություն պետք է, վերջի վերջո լինելով հոգևորական, այդ բոլոր մարդիկ մսից ու հարյունից են։ 2018-ին դեպ համանման վիճակ եղել է, երբ որ Էջմիածնում ինչ-որ թաքթուկ քաղաքացիներ էին մնացել, ոչ թե քաղաքում, այլ վանքի շուրջ, այն դաժան հալածանքների օրերին, եւ այսինքն կաթողիկոսը հայացքով նաեւ նրանց էր փնտրում։ Մարդիկ են, որոնք այդ բանի աջակցության կարիքը ունեն, էլ չասած քաղաքական կազմակերպած աջակցություն։ Հիմա գալու ձեր բանին, քաղաքական հումորին, չէ, որի մեջ այսինքն նաև պնդում կար։ Մասամբ կարելի է համաձայնել, բայց մյուս մասամբ էլ ոչ։ Հիմա տեսեք, եթե որ մասամբ կարելի է համաձայնել, այն մասամբ, որ ընդդիմությունը չի կարողացել անել իշխանափոխություն։ Այդ վերջակետը դրեցինք, սկսեցինք նոր պարբերություն։ Բայց մյուս մասն էլ նա, որ բաներ կան, որ հետաձգվել են, բաներ կան, որ ոնց որ իշխանական այդ կարգի անիվների տակ sense անդուր քարեր են դրվել, իշխանությունը դրա մասին խոսքով Այն որ ընդդիմությունը դժվարացրել է սրանց գործը, դա հասկանալի է, այսինքն եթե այս ընդդիմությունը չլիներ հավաքական իմաստով, հիմա վաղուց ամեն ինչ վերջացել էր։ Բայց ի վերջո, գիտեք, ինչ եմ ես նկատում, դուք այդտեղ ձեր կարծիքացեք համաձայն եք թե ոչ, ընդդիմությունը ինչ որ պահի հոգնում է, ընդդիմությունը ինչ որ պահի ոնց որ հետ է քաշում, իսկ իշխանությունը անընդհատ հարվածներ է շարունակում, այսինքն իշխանության օգտին աշխատում է իրենց անընդհատականությունը, որ իրենք չեն դադարում հարվածը լենուղությամբ, որտեղ նշանառել են։ Ընդդիմությունը մի քիչ աշխատում է, մի բան հետ է գցում, հետ է քաշվում, չգիտեմ, թուլանում են կամ հանգստանում են կամ կարծում են, որ վտանգը չեզոքացրեցին, բայց ի վերջո հետո տեսնում են, որ իշխանությունը շարունակում է այդ ուղղությամբ աշխատել։ Այստեղ խնդիրը համակարգային է, ծեծված բան ասցի, չէ։ Լավ, եկեք մի հատ էքսկլյուզիվ օրինակ բերեմ, առաջինը ձեր եթերում։ Մի լավ ընկեր ունեմ, եւ ընկերա եւ մեր կազմակերպության հայկական նախագծի դոնորա մի քանի ինքը իպոստասիա ունի, ու հայրենադարձ է 20 թվականի պատերազմի մասնակից, ասում է շարան ունի։ Ու Ամերիկայից հայրենադարձ լինելով ինքը մի լավ օրինակ բերեց, ասեց ես որ նայում եմ հայաստանյան ներընդդիմադիր բանին, բախումներին, ներընդդիմադիր ճամբարի, այդ ինձ մոտ տպավորություն է, ոնց որ ամերիկյան երկու գանգստերական խմբավորումներ, կալիֆոռնիական, որ լուրջ դեմքով, լուրջ նվիրվածությամբ մրցակցում են ընդամենը մի երկու թաղամաս, ով պիտի նայի, տաղամասի նայողը լինի։ Ես էլ այդ օրինակի վրա բերեցի քաղաքագիտական շերտը, ասեցի, հա, ասի, բայց իրականում FBI-ը բոլորին կալպակի տակ է պահում։ Իսկ իրանց թվում է իրանք լուրջ տղեկ են, այս թաղամասը ես եմ նայում ստեյջ, ես եմ հարկ հավաքում ռեկետանում, բայց սենց FBI-ը վերևից նստած ասում է լավ դե զբաղվեք, հա, երբ պետք լինի, ոնց պետք լինի կանենք։ Հիմա էսա խնդիրը, որ մի կողմում անձերը չեն նույնիսկ հարցը, մի կողմում այսինքն կա պետական մեքենա, որը միշտ անհամաչափ ավելի մեծ ուժ ունի, քան ցանկացած ընդդիմություն, որը հստակ ունի օրակարգը, իր անելիքները, ռեսուրսային բազան, արտաքին աջակցությունը, իսկ մյուս կողմում էլի համակարգ է, բայց որը ներքին այդ ֆրակցիոնիզմի բանի մեջ է, առնվազն համարյա մի տարի էսա կլռանա, եւ արունակամ է լինում դրանից, ու այս նմանվում է երկու տեսակ նահանջ կա, էլի կա օրինակ Կարմիր բանակի նահանջը 1941-ի հունիս, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, որը, ասենք, կազմակերպված էր, եւ կա ցավոք մեր, ասենք, հայկական բանակի նահանջը 1920 թվականի աշնանը, այս բանով, Օլթիով, Կարսով, Ալեքսանդրապոլով, հա, հախուռն, չկազմակերպված, Երևանում կեֆ էին անում այդ ժամանակ։ Հիմա մենք ավելի ես երկրորդն ենք հիշեցնում, էլի, այսինքն սենց ուղակի մեզ բամբիտ են անում,
անկանոն ինչ-որ բան է, նահանջ է, բայց սա անլուծելի չի, հիմա եկեք մի քիչ էլ դրական բաներից խոսենք, այս պայն ընդդիմադիր դաշտում գոնե ինձ հայտնի այնքան մեծ ինֆորմացիոն տարափը կարող է բան բաց թողած լինեմ, երկու նախաձեռնություն է հայտնի ուժերի որոշակի միասնականացման ու համադրման, մեկը այդքան էլ շատ չի լուսաբանվել, բայց ինքը կա, ԱԺՄ կուսակցության, կարծեմ կուսակցության անունից էր առաջարկը Ազգեն Մանուկյանի գլխավորությամբ, որ մի հատ համանդիմադիր մանիֆեստ լինի, փաստաթուղթ լինի, կարմիր գծերի թվարկման բան, թուղթ, որի շուրջ բոլորը համաձայնվեն եւ արդեն այդ սկզբունքների մեջ մրցակցեն, մրցակցեն ոչ թե իրար հետ, այլ ուղղակի կոպիտ ասած, եթե թղթի մեջ գրած է, չգիտեմ, Արցախը հայկական է, մրցակցեն առայն, թե ով ընտրազանգվածին ավելի լավ կհամոզի, որ Արցախը հայկական է, մոտավորապես այսպես ինչ-որ մի բան, եւ կա այն օրը խորհրդարանում իմ ու ձեր աչքի առաջ, որ Իշխան Սաղաթելյանը հնչեցրեց եւ ասեց, որ ինչ-որ քայլեր պետք է անի այս եկող շաբաթվանից, այդ միտքը էլի ինչ-որ համանդիմադիր կոնսոլիդացիայի բանի, ենթադրում կոնսոլիդացիան տեխնիկական բարձր չի կարող լինել, բոլորս մի ցուցակ, շատ լավ կլիներ, ես հասկանում եմ դա ուտոպիա է, բայց միևնույն ժամանակ իմ քաղաքացիական դիրքորոշումը ուզում եմ միլիոներորդ անգամ հնչեցնել, որ ես դրա կողմնակիցն եմ, ինքը ուտոպիա է, բայց այդ ուտոպիայի մեջ նաև կա հաղթանակի բանաձևը, հիմա այս բաները կան սեղանին, մի քիչ էլ այս թեմայից ոնց որ խոսենք, որ ի վերջո այդ անդերը պետք է լինի, այսինքն ջանքերի որոշակի միասնականացում, կարմիր գծերի սահմանում, իրար դեմ չխոսել, կանոն, սանկցիա, թե եթե իրար դեմ շարունակվում է խոսվել, այդ դեպքում ինչ է արվում, որտեվ առանց սրա դառնալու են այդ գանգստերական խմբավորումները։ Չէ, տեսեք, հետաքրքիր թեմա բացիկ իրար դեմ չխոսելը, որովհետև երբ որ դա ասում են, ես ինչ որ իմաստով համարում եմ, որ իմ աշխատանքին էլ է դա վերաբերում, ասեմ ինչու, որովհետև մենք հաճախ քննադատում ենք նաև նախորդ շրջանի մեր արատավոր երևույթները։ Հիմա արդյոք դա իրար դեմ խոսել է թե ոչ։ Չէ որ ի վերջո այս իրավիճակը այնպես չի, որ ծնող պատճառները պատմությունից չեն գալիս, հա, մոտիկ անցյալի։ Այնպես չի, որ այն հոգևորականները, որոնք օրինակ միացել են Նիկոլ Փաշինյանին, ասենք 18 թվականին են ծնվել եւ եկեղեցու շարքերը ներգրավել, կամ այն նախարարները, փոխնախարարները, այն քաղաքական գործիչները, գիտնականները, հա, մշակութային գործիչները 18 թվին չեն դարձել գիտնականներ, նախկին նախարարներ, նախկին падգամավորներ, այսինքն ինչ որ բան կա, որ պիտի քննարկվի։ Այդտեղ միասնականության մասով իհարկե պետք է համաձայնել, որ միասնականություն պետք է, բայց սկզբունքները շատ կարևոր են։ Օրինակ, եթե միասնական այս համազգային դժվարությունների, ճգնաժամի ֆոնին որևէ իշխանություն կարևոր չի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի փորձում է այս առիթը օգտագործել եւ իր իշխանությունը ներկայացնել լուսապսակով, որ այ մենք այնքան լավն ենք, որևէ խնդիր չկար, այդտեղ արդեն փորձում ես չհամաձայնել, որ եթե դուք այդքան լավն եք, Վահան Հովհաննիսյանն էր ասում, չէ, եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչու այսքան վատ։ Եթե ամեն ինչ նախկինում այսքան լավ լիներ, Նիկոլ Փաշինյանը չէր լինի Հայաստանի վարչապետը։ Այստեղ սահմանման խնդիր է, թե մենք ոնց ենք սահմանում իրար դեմ խոսել, իրար խփելը։ Նայեք, ես հենց նոր ձեր եթերում հիշատակեցի անկախ Ղարաբաղի առաջին գլխավոր դատախազին։ Որևէ անուն տվեցի, ով է նրան նշանակել։ Չտվեցի։ Ես քննարկեցի երևույթը, չքննարկեցի անձանց եւ քննարկեցի անցյալի պրիզմայով, իմ խոսքում անհնար է նշмарել որևէ հարված ինչ-որ մեկին։ Իսկ դու ձեր հարցի պատասխանը տվեցի, թե որտեղով է անցնում այդ գիծը, բաժանարար գիծը, երբ մենք քննարկում ենք ինչ-որ երևույթներ անցյալի հանուն ապագայի բարելավման եւ երբ մենք ուղղակի զբաղված ենք ներկայում ինչ-որ բանով, անձանց թիրախավորելով։ Հատկապես եթե օրինակ դիցուկ դիպադիր ուժերից մեկի ղեկավարը լիներ հենց այդ գլխավոր դատախազը նախքին, էլի պիտի անուններ չտալ։
Չէ, դե դատախազը բարեբախտաբար ղեկավարներից չի, բայց Բայց ուրիշ դատախազի դատախազներ կան։ նշանակողն է ղեկավար։ Ուրիշ դատախազներ կան։ Չէ, ես վստահ եմ դուք հասկանում եք, ես ինչ եմ ասում։ Խորհրդարանում երբ պարոն Սաղաթելյանն այդ առաջարկ արեց, ես նաև իրեն հարց տվեցի, արդյոք մնացական Մարտիրոսյանը պետք է լինելու մեզ այդ միասնականության պարագայում։ Մնացական Մարտիրոսյանն հայտնի դատավորն է, որ նախկինների ժամանակ դատում էր սրանց ժամանակ անարդարացիորեն դատում է նախկիններին։ Քաղբանդարկյալների վճիրները ամենաշատ ինքն է կայացնում, եւ իր նմանները։ Տեսեք, Հիմա ես հասկանում եմ դրա դուք մասին է եք ասում։ խոսքը, որ մենք պիտի իհարկե միասնականությունը լավ շանս է, բայց միասնակ պիտի ասում ենք ինչպեսի հիմա Փաշինյանը իր կառավարությունը, իր սատելիտները ասում են մենք ուզում ենք թուրքական Հայաստան։ Անպայման։ Թուրքական Հայաստան ու հետո ենթակետերն են տալիս, որ եկեղեցին պիտի այսպեսին չլինի, հա, դատարանները պիտի այսպեսի լինեն, բանակը պիտի չլինի, կամ լավագույն դեպքում Էդվարդ Ասիրյանը պետք է լինի շտաբի պետը, որը սպասում է, որ միջև ջերմուկի օկուպացիաց Ադրբեջանից սոված կմնանալու չեն սովածացել։ Մի խոսքով այսպես շարունակ։ Հիմա հակառակ դաշտը, որը պետք է միասնականանա, պետք է ասի լավ, մենք հայկական Հայաստան ենք ուզում, բայց ինչպիսին է այդ հայկական ինչպիսին է իրենց պատկերացրած հայկականը։ Իրենց պատկերացրած հայկականում Էլի Սամվել Ալեքսանյանը իր դերում պետք է լինի, մնացական Մարտիրոսյանը իր դերում պետք է լինի, Արթուր Դավթյանը, որ դատախազեր այդ իզուր Ղարաբաղի օրինակը բերեցիր, պիտի Արթուր Դավթյանի օրինակը բերիր, որ 2018-ից առաջ նշանակվել էր գլխավոր դատախազ եւ հրաշալի որոշումներ էր կայացնում օրվա իշխանություններում, հետո նույն որոշումները կայացնում էր արդեն Հայրենադավ իշխանությունների ժամանակ։ Միջև վերջին օրը ծառայեց Նիկոլ Փաշինյանն, հետո հայտնվեց ընդդիմադիրների մեջ, ասաց Արցախի հանձնման հետ համաձայն չեմ, ես վերջերս լսեցի, ասաց, այ որ Արտուր Վանեցյանը մի հատ բանաներ կկալանա, որ Նիկոլ Փաշինյանին ոնց որ ով էր իրան բռնել։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում, այդ աշխատանքով ես եւ գործընկերներս նույնպես զբաղվում ենք 20 թվականից, աշխատանքի անունն է գաղափարախոսական աշխատանք։ Եկեք տխուր եւ ուրախ կողմերից գամ, տխուր կողմը այն ինչ որ դուք ցանկանում եք, մենք ցանկանում ենք, միգուցե դրանք 100%-ով չեն նույնանում, բայց առնվազն դրանք սկզբունքորեն նույնն են, նոր որակի Հայաստան, այս պարամետրերով, այս դաշտով, այսպես ասեմ, ինքը այդքան էլ հեշտ չի լինելու։ Իսկ դաշտը կա, պարամետրերը կան, այսինքն փոխել ամբողջ դաշտի տրամաբանությունը, ամբողջ դաշտը, ամբողջ մարդկանց, դա այդքան հեշտ չի։ Ես ինչպես եմ լուծումը գտել ինձ համար, մի կողմից, որ չդառնամ մեկուսի ճգնավոր, որը այտենց մի հատ մարդ կար նոր օկուպացվող եվրոպացիների կողմից Լատինական Ամերիկայում, այդ կաթոլիկ վանական կար, որը գրում էր, որ ստրկատիրությունը վատ բան է, հակաքրիստոնեական բան է, 15-րդ դարի վերջերում էր կարծեմ։ Այն աստիճան դա ցնորական միտք էր, որ իրեն նույնիսկ չհալածեցին։ Որոսինես մարդը գիժ է, ինչ ասում, բայց բանի տեղ չէին դնում։ Այսինքն մի կողմից այդ ծայրահեղության մեջ չընկնելու համար եւ մյուս կողմից չդառնալու ուղղակի դաշտի հերթական միավորը, ինչպեսի միջին ելք։ Գաղափարախոսական աշխատանքը շարունակվում է գաղափարախոսական հունով, մի փոքր կտրված այս պահային բանից կոնտեքստից անուններ, մանուններ, ավելի աբստրակտ է, բայց կա։ Եվ էլի եթերային է, ինչ-որ չկարդացվող գրքերի մակարդակի չի։ Եվ կա երկրորդը, հաշվի առնելով դաշտի եղած վիճակը, պարամետրերը եւ այլն, ինչ կարելի է անել։ Հիմա այդ դաշտի եղած վիճակը, պարամետրերը հաշվի առնելով, ես տեսնում եմ, որ նույնիսկ Տեր-Պետրոսյան Լևոնը սրան անվանում է Փաշա։ Ով կմտածեր, չէ՞, 21-22-ին ինքը ասում էր եկեք բան անենք, օգնենք կապիտուլյացիա ստորագրի։ Ըստ որում շատ պարզ է ինչի անում։ Անձնական դրդապատճառներից ելնելով, որովհետև հա իր տներին է արդեն հասել, ինքը համարում է, որ ինքը հիմնադիր նախագահն է, տեխնիկապես այդպես էլ կա, հասկանում է, նոր է հասկացել, որ սա ամբողջ պրոյեկտն է փագում, իրան էլ հետը, եւ դրա համար այդպես ով կմտածեր, լավ, հələ Փաշան մի կողմ, որ ինքը կմտնի այդ ավանդական ազգայնականության նարատիվի մեջ ու Մերուժան Արծրունի կհիշի, Վասակսյոնի կհիշի ամբողջ իր սաստավը,
Վասակսյունի հերոսացնողներ են, այդ ռաֆիական ճակերտավոր պատմագրությունը ծաղրողներ են, որ տես դիխոտոմիկ դավաճան հայրենասեր, լավ, արանքում այլ գույներ կան, չկան արանքում այլ գույներ։ Հիմա Լևոնն ա մտել այդ մեր դավանած, շուր առնվազն իմ դավանած քյարթու ազգայնականության մեջ։ Եվ արդյոք ես գաղափարախոսին այս պահին մի քիչ երկրորդ պլան եմ մղում եւ առաջի պլան եմ բերում եղած դաշտով աշխատելու սկզբունքը, հա, օրինակ ահագին վաղտա Տեր-Պետրոսյանին չեմ էլ հիշում, որտեվ հիշեմ վատ առումով եմ հիշելու, հա, որտեվ մեծ հաշվով սա իր ուզած պրոյեկտն է, փոքր ավելի խզբզանքով։ Ինքը կուզեր ավելի արիստոկրատ, ավելի կուլտուրական ձևով հանձնել, ավելի նուրբ, առանց բռնագաղթերի, ջարդուփշուրի եւ այլն, եղավ մի քիչ ավելի խզբզանքային։ Բայց մեծ հաշվով ես չեմ տեսնում մի բան, որ ինքը ասում էր ու հիմա չի եղել։ Հակառակ տեսակետն էլ կա, որ պետք է այս առիթը, քանի որ դժբախտաբար ստեղծվել է, օգտագործել ինքնամաքրվել։ Հիմա այդ օրինակը կա քանդվելու համար, հա։ Տես, այստեղից ոչ հեռու այդ Սուրմալուի շուկայում պայթյուն տեղ ունեցավ։ Հիշում ես։ Շենքի պատկերը հիշում ես։ Հա։ Ինչ որ կանգուն էր, բայց հասկանալ է, չէ՞, որ այդ շենքը վերանորոգել լրիվ անիմաստ է։ Հիմա նույն այդ քաղաքական պրոյեկտների մասով ես չեմ կարծում հնարավոր է վերանորոգել Տեր-Պետրոսյանական գաղափարները, հա, կամ հնարավոր է օլիգարխացած նախկին պաշտոնյաներին վերանորոգել, այսինքն, չգիտեմ, դարձնել հայրենասեր։ Ընդ որում հայրենասիրությունը միայն այդ տեքստերի մասին չէ, հա, ուռա հայրենասիրական չէ, ուղղակի մարդը, որ համարի, որ իր գործունեությամբ չվնասի իր երկրին։ Արդյոք հնարավոր է, ես այդտեղ արդեն կասկած կա։ Մյուս կողմից էլի քո սկզբունքը պայելով անուններ չտալով, հա։ Դու տեսնում ես, որ մարդը մինչև 18 թվականը աճեցրել է քաղաքական ինչ-որ սերունդ, որոնք նաև հայտնվել են իշխանության ու բացարձակ անբարոյականներ են փաստորեն, այսինքն այդ իրանց վարքագծով բանա, ասես լավ, երևի մարդիկ հասկացել են, որ սխալ են եղել, 18-ից հետո ուրիշ սերունդ կփորձեն դաստիարակել քաղաքական սերունդի մասնավոր։ Հետ տենում ես նոր Նիկոլներ են արտադրում, այսինքն որպես բան, հա, քաղաքական դաշտի համար թարմ թույն։ Եթե այդ մարդը մի բան հասկացած էր, եւ գդաթար էր այդպիսի մարդկանց առաջ մղել։ Հիմա այստեղ էլի հնարավոր է համագործակցություն, չգիտեմ։ Դուք երևի ամեն ինչ հնարավոր է։ Կա մի հատ շատ բարդ կերպար ներկայիս դե ֆակտո իշխանությունների կազմում, ինքը զբաղվում էր քննիչ հանձնաժողովներով, բանով, հա, հա։ Պատերազմի ժամանակ, առաջի պատերազմի ժամանակ նույնիսկ այդ մարդը իր բոլոր որակներով հանդերձ, որ պարզ է չեն փոխվել, այսինքն այդ ժամանակ ինքը արդեն հասուն մարդ էր, հա, ոնց որ եւ հիմա, եւ 15 տարեկանից հետո էլ բան չի փոխվում մարդկանց մոտ։ Ինքը լավված սպասարկում էր պատերազմը, այս ինչ-որ նեոլիբերալ բառերի անցա պատերազմը սպասարկել, թեմայի մեջ էր։ Հա, կողքից կարող է ինչ-որ բաներ էր անում ապագայում, թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն, բայց նաեւ գործ էր անում, վիզ էր դնում, փոխնախարար էր, ինչ-որ հանձնարարականներ էին տալիս, անում էր, պատակարարում էր, լավ, ինչ-որ բան անում էր, որովհետև համակարգներ ուրիշ ու այդ համակարգի վերևում կանգնած նարատիվներ ուրիշ, նարատիվի անունը հետ տվեք մեր հողերը, Ղարաբաղը մերն է, որ սկսել էր 1965 թվականից, դա էլ իր հերթին հենվել էր ավելի հին նարատիվների վրա, գնալով հասնելով մինչև Հայկ Նահապետ։ Հետևաբար նույնիսկ անձինք, որոնք որակներով թվում է թե չեն համապատասխանում համակարգին, կարող են ծառայել համակարգին, եթե այդ համակարգը փոխված է։ Հիմա դուք ասում եք, լավ, ոնց փոխենք համակարգը, հավիձվի պատմությանն են գնում։ Ոնց փոխենք այդ համակարգը, եթե մարդիկ չունեն այդ որակները, որ ստեղծեն այդ համակարգը, ճիշտ եք անում։ Բայց ես ասեմ, ես ինքս ոնց եմ լուծում այդ հարցը։ Տեսեք, դուք ասում եք, որ կարելի է նույնը ասել անուններով։ Ես նույն բանը, ես նես չէ թեմային չեմ անդրադառնում եմ եւ շատ հետեւողական։ Ես նույն բանը ասում եմ հետեւյալ կերպ, որ կա մի հատ համակարգ,
որը իդեպ ես կոչում եմ Բրեժնևա-Լևոնական, կատակ չեմ անում։ Եթե նույնիսկ խորանանք նեղ ակադեմիական գիտական իմաստով, այո, դա Բրեժնևա-Տեր-Պետրոսյանական համակարգը, որ մինչև այսօր կա։ Այսօր ուղղակի ամենակռահիտ վիճակով, որտեղ դե մի հատ է կոլաբորացիայի ավելացել։ Այդ համակարգը, եթե սկզբում ասեցի, աշխատել է մի հատ վատ սկզբունքով թուլությունը որպես կառավարելիություն, հաշվի չառնելով, որ փակ համակարգ չես դրսից ճշնամի կա, որ նույնպես այդ թուլությունից փորձելու օգտվել։ Եվ երկրորդը լոյալությունը ավելի կարևոր է, քան այլ որակներ, ոչ միայն պրոֆեսիոնալիզմը, բայց քան ամեն ինչ։ Եվ արդյունքում առաջացել է այո մի հատ քաղաքական սերունդ, որը այսօրվա մարտահրավերին չի համապատասխանում, այսօր մեր մարտահրավերի անունն է օկուպացիա, որը առաջաբերում ազգային ազատագրական պայքարի կարիք, բայց կա մի հատ ինչ-որ կաբինետային գալստուկային կամ հիմա միգուցե ինչ-որ ուրիշ բանն է կաբինետի չափանիշ, գիտեմ, գալստուկի կաղամիկ արդեն մոդա չի, բայց ինչ-որ մի հատ բյուրոկրատական բան, տենց սերունդ, ինտրիգանական բան եւ այլն, կոմֆորտ սիրող, որը հարմարված չի այդ պայմաններին, բա ոնց անել, այս պետք է ասել, միանշանակ, ուստեղ իրականում անձերը չասեմ երկրորդական են, բայց ինչ-որ մի կողմից երկրորդական են, որովհետև ընդհանուր համակարգի խնդիրն է, ու այդ համակարգը գոնե ինձ հայտնի չի ինչ-որ մեկը, որ փորձել է այդ համակարգը ռեստավրացնել, այո, Բրեժնևից սկսած եկել է։ Հիմա տես, Անդրանիկ Քոչարյանի օրինակը լավ վերեցիր, որովհետև այո, համակարգում, ցանկացած համակարգում կարող են լինել ոչ գաղափարական մարդիկ, որոնք ինչ-որ գործ են կարողանում անել եւ պետք են, բայց քանի որ ինչպես դու ասացիր, նարատիվը համակարգի ուրիշ է, իրանք այդ նարատիվի մեջ են, իրենց պահում գոնե հրապարակային, բայց այստեղ ուրիշ հարց է առաջ, լավ, արի բանակի օրինակով նայենք, հա, ընդհանրապես մի քանի զինվորականներ պետք է հանել բարձրաստիճան, երևի այդ առումով ամենաշատ ներդրում ունի Խաչատուրովների ընտանիքը, այսինքն մի շարք Խաչատուրովներ ու երևի մի երկու հոգի անում, որ բանակի Ինչից հանել ազգային իշխանապողությունից հետո։ Չէ, բանից, այս Հա, լավ իմաստով հայրենիքին չծառայողների շարքերից, լավ իմաստով առանձնացնել։ Հա, Մնացածը, ասենք նայում ես այս Ասերյանից սկսած մնացած այս գեներալներով հասկանում ես եւ որ իրաց կենսագրությունները նայում ես իրենք 18 թվին չեն ծնվել, հայտնվել բանակում, իրենց ինչ որ մեկը առաջատվել հայ տարիներին հասկանում ես որ նախորդ բոլոր իշխանությունները հենց բանակի հետ կապված է արի օրինակով հասկանք զինվորականներին սովորեցրել են կառավարող մարմնի մասն խոսքը ոչ թե ծառայել սրբազան հայրենիքին ու դրանից վերև որևէ բան չունենալ հայրենիքի հարցում կոմպրոմիս չունենալ այլ սովորեցրել ծառայել օրվա իշխանություններին հիմա օրվա իշխանությունը թուրքական է մարդիկ չգիտեն ինչ անել իրենք սովորել են օրվա իշխանությանը ծառայել Այս իմաստով դրական առումով առանձնացրեցի Խաչատուրովներին, երևի թե անուններ կլինեն դուք հիշեցնես մի քանի այլ զինվորականների։ Չէ, ես կդժվարանամ։ Զինվորականներ կային, որոնք զոհվեցին, այս պատերազմում նրանց էլ ինչ որ առումով կարելի առանձնացնել, բայց մեծ մասով բանակի վերնախավը այս մարդիկ են։ Այս է իմ սիրած թեման, այստեղ ես կխորանամ։ Ուզում եմ ասել ներողություն, էլի, ուզում ասեմ նախորդ մեր իշխանավորները ինչի միասնականություն ոնց որ դժվար է ստանալ Դենա միասնական են էլի այսինքն տեսեք ինչ որ արատներ եք թվարկում վերագրել այդ իմաստով այդ իշխանությունը արդեն նախկին է անկեղծ եմ ասում երեկվա հանդիպումից հետո լրիվ իրանք մտան այդ երրորդ հանրապետության վատագույն ավանդույթների չէ լիարժեքորեն արդեն ավարտվեց այդ տեսքը որտեվ հոգևոր դասից չունեին իրենց միացողներ, հիմա այդ էլ ունեցած ամբողջական դարձավ երրորդ հանրապետության ամենավատ հորի բարքերի խտացված այսպես բան է քպական իշխանությունը։ Բայց այստեղ ինչն է միասնականությունից առաջ օրինակ ես շատ կուզեմ անկեղծ նախորդ իշխանության Տեր-Պետրոսյան ցույց չունեմ երկրորդ նախագահից, երրորդ նախագահից, հա, երրորդ նախագահին շատ եմ քննադատել, բայց կարծում իր ավանդը ուրանալ չի կարելի։ Միանշանակ։ Հանրապետության հիմնադրման, պատերազմի գործում ազատագրական նստեն ասեն, ինձ շատ ուզեմ իրանք, օրինակ բացի նրանից որ փորձեն բացատրել թե ինչու 18-ին էսպես ստացվեց, այլ բացատրեն ո՞նց ստացեց որ մենք այսպիսի գեներալներ ունեցանք։ Այդ հարցի պատասխանը չէ, իրանցից միակ։ Չէ, ընդ որում պատասխան չէ, նստեն իրենք իրենց սխալները վերլուծեն, որ մենք ասենք լավ, որպես շարքային քաղաքացիներ, մենք ասենք լավ,
արդեն ոնց որ խնդիրը հասկացվել է, վստահաբար չի կրկնվելու։ Այդ հարցի պատասխանը տանում է դեպի Մեխակավան, նույն ինքը Ջաբրայել, այդ հարցի պատասխանը տանում է դեպի Աղդամ։ Դա եկել է այն նպատակադրումից, թե ընդհանրապես ինչի է ստեղծվել Հայաստանը։ Բացատրեմ, շատ պարզ։ Մենք չենք ունեցել ռազմական էլիտա, ռազմական դասակարգ, որպես այդպիսին։ Շատ պարզ պատճառով, որովհետև էլի այդ կառավարության հարցն է եկել։ Եթե լիներ կայացած առանձին ռազմական էլիտա, այս դա չի նշանակում ուղղակի գեներալներ, որոնք պետական աշխատավարձ են ստանում, դա նշանակում է դասակարգ, իր ուրույն դասակարգային շահերով։ Այդ դեպքում Արցախյան հարցի կարգավորման այն տարբերակը, որ պլյուս մինուս դավանել են 3 նախագահները, բայց երկրորդի ու երրորդի մոտեցումը շատ լուրջ տարբերվում էր առաջինից, հօգուտ հայկական շահի, բայց տարածքային փոփոխությունների, տարածքային զիջումների առումով նույնականություն կար։ Դա կարող է կյանքի չկոչվել։ Այսինքն շատ պարզ է եղել հաշվարկը, նույն կառավարության հարցին են գալիս։ Եթե լինի ինքնուրույն ռազմական դաս, ռազմական էլիտա, մենք գանք մի օր իրանց ասենք, գիտեք, պայմանավորվել ենք Ալիևի հետ, հիմա հələ 5 շրջան նախ պետք է տանք, դուրս կգան մեր դեմ։ Նախ դուրս կգան, որովհետև այդ թափը ունեն, երկրորդ դուրս կգան, որովհետև կասեն մի րոպե, այսինքն պրծնում է պատերազմը, բայց մենք ինչի հաշվին ենք ապրելով, մենք զինվորականներս, դա մեր փեշակն է։ Դրա համար չի եղել այդ շահագրգռվածությունը, որ այդ դասակարգը ինչ որ ինքնուրույն լինի, ոնց որ օրինակ մինչև Էրդողանը կար Թուրքիայում։ Այսինքն մենք էլի գնում ենք, հանգում ենք ոչ թե անձերին, գնում հանգում ենք, իհարկե անձերը դեր ունեն դրա մեջ, բայց գնում հանգում ենք ավելի մեծ խնդրի պետության իմաստավորման հարցին։ Գիտես, ես քո մեկնաբանությունը մի պատմություն ինձ հիշացրեց 2020 թվականի պատերազմից հետո, խոսքը նախագահների մասին չի, բայց ընդդիմության առաջնորդներից մեկի մասին է խոսում ենք, բանակը երբ որ հայտարարություն արեց, բանի Նիկոլ Փաշինյանի դեմ 21-ի փետրվարը։ Ես ինքս ողջունում եմ այդ հայտարարությունը, այդ առաջնորդի հետ զրույց, ընդդիմադիր առաջնորդներից մեկի հետ զրույց բանը լավ, սկսվեց մարդը դժգոհեց, ասաց դե չէ, չի կարելի, բան, ասաց ինչի չի կարելի, ասաց հիմա պատկերացնում մենք ենք գալիս իշխանություն, ինչ որ գեներալ մեր դեմա դուրս գալիս, ասի մեզ դուք արդյոք պատրաստվում եք Ղարաբաղը հանձնել, որ վախենում եք, որ ձեր դեմ էլ դուրս գա, բայց իրականում այս քո ասած քո մեկնաբանություն ինձ հիշացրեց այդ պատմությունը, որ այո, քաղաքական առաջնորդները փաստորեն նման մոտիվացիայով կարող են գնալ եւ բանակի այդ որակի քանի որ այստեղ կարա հարց լինի, նույնիսկ մեզ հետ համաձայն, այս թեմայով գոնե համաձայն դիտողների մոտ կարա հարց լինի, բայց լավ դե տղեկ էլի ուտոպիա եք քննարկում, կա տենց իշխանություն, որ քիչ թե շատ դրանից չի վախեցել։ Կարելի է ասել ոչ չկա, բայց նաև կարելի է ասել, որ կոնկրետ իրավիճակներում եղել են։ Ես օրինակ կարող եմ բերել Ստալինի օրինակը, միգուցե ինքը ծեծված է, բայց հակառակ այն բոլոր կարծրատիպերին, որ իր մասին կա, կոնկրետ պատերազմի ժամանակ, ես չեմ խոսում նախապատերազմական ժամանակներում, երբ որ ինքը հնուց մնացած բանակը ջարդում էր տրոցկիզմի անվան տակ, տրոցկիզմի դեմ պայքարի, եւ չեմ խոսում հետպատերազմական ուշ շրջանի մասին, խոսում պատերազմի մասին։ Այսինքն դրանք արձանագրված փաստեր են, սա ինչ որ պրոստալինյան միֆաբանություն չեմ եւ վերարտադրում, գրանց համաձայնում ֆիքսված հեռախոսազանգեր են, ոնց է Ժուկովը իր հետ օրինակ գոռալով խոսում, ոնց էր ինքը հեռավոր արևելյան ուղղության պատասխանատուներից մեկից պահանջում տանկային շարասյուն, այն էլ ցասման մեջ ասում էր քու տիրոջ մերը, բա որ վաղը ճապոնացին հարձակվի, ինչով են բան անելու, պաշտպանվելու։ Ոսենք sense բոլորը քարարտած նայում էին, որ վсё, այս մարդու գլուխը թռավ, ասում էր լավ ընկեր, հանգստացեք, չեք ուզում մի տվեք։ Երբ որ կարծեմ, չեմ հիշում Կոնևին չէր։ Անունը հիմա չեմ հիշի, առաջարկում էր Կիևի արդեն ազատագրման ժամանակ տանկային թևանցում կատարել, այդ մարդը ասեց, չէ, չեմ անի։ Այդ ռիսկային է, այսինքն այն իմ մյուս թևը լրիվ բաց է մնալու, չեմ անելու։ Ստալինը ասում էր լավ, նա միստեղ վիդնի է, չես անում մի արա։ Այս կոնկրետ պայմաններում մարդը հասկանում էր, որ այդ մարդկանց ուժից, այդ մարդկանց ինքնությունից, այդ մարդկանց համապատասխան արական սեռական օրգաններ ունենալուց ցած ակելու հաղթանակը,
Այսինքն ինքը մի հատ էլ սնում էր այդ ուժը հասկանալով, որ այդ ուժը գնալու է ի վերջո հաղթանակին, իսկ ինքը նույնպես այդ հաղթանակի շահառուն է։ Գլխավոր։ Հա, հետո դե ինքը նենց կառուցեց, որ գլխավոր լինի, չնայած մի քիչ առողջականը լավ չէր, Ժուկովը այդ հաղթանակի մարշը արեց, դրանից հետո արդեն կամաց սկսեցին Ժուկովին գծերից գցել, բայց դա գոնե պատերազմից հետո էր։ Ուստեղ ենք մենք գալի, նորից գալիս ենք Ջաբրայիլ Աղդամ, որ 94 թվականի մայիսի 12-ին մեր ամբողջ էլիտային թվաց, թե պատերազմը պրծել է։ Իսկ եթե պատերազմը պրծել է, արդեն կարելի է Զինվորականներ պետք չէ։ հարստանալ, ոչ միայն զինվորականներ պետք չէ, զինվորականներ պետք չեն, կարելի է հարստանալ, այնտեղ գիշեք տես պատմություն կա, չէ՞, ծակ շալվարի Վազգեն Սարգսյան Սեյրանոհանյան հայտնի պատմություն կա, շալվարները արդեն կարան դառնան բրենդերի անունները դուք տվեք եւ այլն եւ այլն։ Իպրես շատ Դուք եք բրենդ հավաքվել ենք երկու հակաբրենդիստներով։ Էս է խնդիրը, որ երկու մոլորություն, որի վրա կառուցվել է այս պետությունը, դրա համար հիմա sense տխուր վիճակ է, կիսաքանդ։ Մեկը որ պատերազմը վերջացել է, եւ երկրորդ որ փոխզիջումներով կարելի է Շատ լավ, խաղաղության Էդգար, հասնել։ մենք կաթողիկոսից սկսեցինք, հասանք բանակ, ավարտը արի ամփոփենք էլի եկեղեցու շուրջ տեղի ունեցող, մենք գալիս ենք այն եզրանկման, որ կաթողիկոսը չպիտի զիջի իր դիրքերը եւ պիտի ակտիվ գործողություններ անի։ Խնդրեմ դու բանաձևի քո միտքը, որպեսզի սխալ մեկնաբանությունների տեղիք չտա։ Հա, դե նորից դժվարացավ հարցս, որտեղ ստեղ մի կողմից որպես եկեղեցու հետևորդ, որ ասենք ես իրավունք չունեմ այդպես պիտի ներով խոսել, մի կողմից որպես ինչ-որ վերլուծաբան, Որպես քաղաքագետ խոսեմ, նայող, խնդրեմ։ դե ուզեմ չուզեմ, հա, այդ պիտի ասեմ, այդ եք որտեղ բանանում, ակնկալում։ Այո, որովհետև իր ձեռքին իշխանություն կա, այսպես ասեմ։ Եթե խաղը ավարտված լիներ, եթե կներեք տխուր իհարկե վերհուշ արտնասնելու համար նման տխուր օրինակ զուգահեռ անցկացնելու համար, բայց եթե լիներ 2023 թվականի, ասենք սեպտեմբերի 26 Ստեփանակերտ, ավարտված էր այդ խաղը։ Ժամանակավոր, բայց ավարտված էր։ Դրա համար մենք հեռացանք պարտված, բարկացով ոչ ծնկած, պաշտպանության բանակի մեկօրյա դիմադրության շնորհիվ գոնե պարտված հեռացանք էլի ոչ տես ծնկաչոք, բայց ավարտված էր խաղը, այդպես պետք էր դուրս գալ։ Հիմա խաղը ավարտված չի, որովհետև կաթողիկոսի ձեռքում կա եւ հոգեվոր իշխանություն, հոգեվոր նկատի ունեմ եւ Աստծուց տրված իշխանություն բարի դասական եկեղեցական իմաստով եւ նաեւ հոգեվոր գծի քաղաքական լեգիտիմության իմաստով Աննախադեպ հանրային աջակցություն կա։ Սա ինչ դա եմ էլ է ասում, դրա մեջ որովհետև լեգիտիմության ես գոնե իմ դիտարկումներում տեսնում եմ, որ նախկինում եկեղեցուն բազմաթիվ անգամներ քննադատած մարդիկ այսօր այդպես շարք կանգնած ասում են, որ պատրաստ են ծառայել, ասենք պաշտպանել եկեղեցին, որտեղ մարդիկ հասկանում են, որ հենց դա միջնաբերդ է եւ այստեղ խոսքը միայն հայարակելական եկեղեցու հետևորդներին չի վերաբերվում, ես եկեղեցու հետևորդ չեմ, բայց ես հասկանում եմ, որ եթե հայարակելական եկեղեցուն սրանք Աստված ոչանի կոտրում են բոլորիս եւ ինչպես հայերը չեն ուզում թուրքերի ազդեցության տակ հայտնվել, մենք էլ չենք ուզում, եթե ուզեինք Հայաստան չենք գա, կմնայինք Թուրքիայում, էլ ինչ էինք գալիս այստեղ, որ 100 տարի հետո էլի Նիկոլը մեզ վերադարձներ Թուրքիա։ Խոսքը շատ անարմար պատմություն ստացվեց։ Մեկը այո, Պապերս մեզ չեն ների։ Մեկը այդ է հոգևոր իշխանություն երկու առումով եւ երկրորդը նաեւ բյուրոկրատական վարչական իշխանություն։ Այսինքն եկեղեցու ներքին կանոնակարգերը։ Լծակներ, ինստիտուցիոնալ։ Հետևաբար իշխանություն կա, քիչ չի, վեհապար հայրապետը ավելի լավ ենթադրում կարող է գնահատել այդ չափը, իր հենման կետերը, այս խոցելի կետերը, որ հիմա կան, ենթադրում եմ երևի 1-2-ից, օրինակ Վրթանեսից, միգուցե չգիտեմ, եւս մի հոգուց բացի մնացած անսպասելի չէին, այսինքն գոնե ի սկզբանե կանխատեսված պիտի լինեին։ Հետևաբար խաղը շարունակվում է։ Ձեր ասացին երկու բան էլ հավելեմ, մեկը այդքան մեր ազգային քաղաքական դաշտում բազմաչարչար դարձած սոցիոլոգիական հարցումներն են, որոնք էլի ապացուցում են եկեղեցու բարձր վարկանիշը, երկրորդ նաև այս ամեն ինչը ասում է չկա չարիք առանց բարիք, ահագին մարդիկ սկսեցին կարդալ, խորանալ, պատարակների գնալ, իմանալ, որ պատարակների ժամանակ փաստորեն նույնիսկ մեկ անգամ չէ, 3 անգամ պետք է հիշատակվի կաթողիկոսի անունը եւ դա լուսավորչի ժամանակվանից եկած ադաթ է եւ այլն։ Այնպես որ խաղը շարունակվում է։
Շնորհակալ եմ Էդգար, շատ հետաքրքիր զրույց Ձեզ էր։ Ես շնորհակալություն։ զրուցում եմ Էդգար Էլբակյանի հետ, տեսություն կհանդիպենք։